Ապենդին ու վաճառականը։ Կիրգիզական հեքիաթ։ Լինում է մի վաճառական, հայտնի իր ժլատությամբ։ Սա մի անգամ որոշում է քաղաք ցորեն տանի ծախելու։ Պարկերը լիքը ցորեն է լցնում, բայց ափսոսում է բերանները նոր պարանով կապել։ Վաճառականը հիշում է, որ Ապենդին արկան ունի։ Գալիս է նրա մոտ ու ասում. «Ապենդի, արկանդ ինձ տուր, ուզում եմ պարկերի բերանները կապել»։ «Ես ոչ մի արական էլ չունեմ», պատասխանում է Ապենդին։ «Ինչու չես տալիս», ասում է վաճառականը, «երեկ եմ ձեր տանը տեսել»։ Այդ ժամանակ Ապենդին վրա է բերում։ «Վայ, ոնց էի մոռացել, իսկապես որ արական ունեմ, միայն թե զբաղված է, ես դրանով այլուր եմ կապել»։ Ապենդի, միթե այլուրը արկանով կապում եմ, զարմացած ասում է վաճառականը։ Առանց մտածելու Ապենդին ասում է. «Սիրելիս, միշտ էլ այդպես եմ պատասխանում, երբ ուզում են մերժել»։ Մի քանի օր անց վաճառականը նորից պատրաստվում է գնալ շուկա։ «Ինչի պիտի իմ էշին նեղություն տամ, երբ կարելի է վերցնել հարևանին», մտածում է նա, և գալիս է Ապենդիի մոտ խնդրելու նրա էշը։ «Ինձ իմ խեղճ էշի մասին մի հիշեցրու», տխուր ու տրտում ասում է Ապենդին։ «Իմ խեղճ էշը սատկեց, երեկ սատկեց, վայ ինձ, հազար վայ»։ Հենց այն է վաճառականը հավատալով Ապենդին ուզում էր գնալ, մեկ էլ գոմում փակված էշը բարձր զռում է։ Վաճառականը կանգ է առնում ու շփոթված հարցնում. «Ապենդի, բա սա քո էշը չի զռում»։ Իսկ Ապենդին ձայնի մեջ նախատինքով ասում է. «Այ հարևան, ինչ է, իմ էշին ավելի ես հավատում, քան ինձ»։